Սկսում ենք, հա, պատասխանեմ հարցին։ Հա, օքեյ։ Ինչ էտապի վրա եք հիմա։ Ինչպես գիտեք, հայտարարություն ենք արել օգոստոսից, որ արդեն սկսել ենք շինարարությունը Ամուրսարի ծրագրում, այս պահին ինքը ակտիվ փուլում է, մոտավորապես 500-550 մարդ աշխատում է տարածքում, մոտավոր 400 ծանր տեխնիկա է աշխատում, հիմնական հանգույցների շինարարությունը ընթանում է և փորձում ենք անել ամեն ինչ, ինչքան շուտ հնարավոր է ավարտենք ծրագրի շինարարական փուլը։ Երբ նախատեսում ավարտել։ Նայեք, անկեղծ ասեմ, հիմա եկող շաբաթվանից անցնում ենք 24/7 ռեժիմի շինարարական աշխատանքների, փորձում ենք ինչքան հնարավոր է շուտ անենք, որ ծրագիրը ավարտենք, մի քիչ վախում եմ ժամկետներ ասեմ, դրա համար այսօր զուսպ կմնամ այդ ժամկետները ասելուն, բայց մոտակա ժամանակահատվածում իհարկե։ Ամիսներ, շաբաթներ։ Չէ, ամիսներ, հա, չէ, ամիսներ, հա։ Հանրային ֆորումի նշանակության մասին ինչ նշանակություն է կրել հանքարդյունաբերական ոլորտում առկա խնդիրների վերանման, գուցե բարեփոխումների նաև։ Շատ կարևոր, ես շատ եմ կարևորում տարեկան ֆորումը հանքարդյունաբերական իհարկե, որտեղ սա մի պլատֆորմա է, որտեղ մենք կարող ենք նստել, խոսենք և կառավարության անդամների հետ, և մեր գործընկերների հետ, և փորձի փոխանակում ունենանք տարբեր երկրների մասնագետների հետ։ Շատ եմ կարևորում, քանի որ իհարկե երկրաբանահետախուզական հանքարդյունաբերական ոլորտը Հայաստանում պետք է զարգանա և ոչ թե միայն տարեկան, դուք ինչպես գիտեք, մենք նաև շփվում ենք տարածքային կառավարման նախարարության հետ, եռամսյակային հանդիպումներ ունենք ոլորտի խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ տալու վերաբերյալ, նույն ձևի այս ֆորումի նկատմամբ եմ դրական վերաբերվում և կարևորում եմ։ Պետության դերն ինչպեսին պիտի լինի այդ խնդիրների լուծմանը։ Նայեք, պետության դերը նախ պետությունը մեզ աջակցում է ինչ-որ հարցերով, հիմա ոլորտին և այսօրվա ներկայացությունը կառավարության անդամների շատ կարևոր էր, վարչապետի ներկա լինելը շատ կարևոր էր, քանի որ ասում է, որ ոլորտը կարևոր է մեր տնտեսության համար։ Ինչ վերաբերվում է օգնելուն իհարկե նման ծրագրերին ինչպես են Ամուրսարը, ես ենթադրում եմ նման ծրագրեր ինչպեսին է Քաջարյանի հանքավայրը, իրանք օգնում աջակցում են, նաև փոքր միջին ձեռնարկություններին, որոնք այսօր կան, այդ հարցերի վերաբերյալ էլ եղել են քննարկումներ և մենք տեսնում ենք, որ պետությունը կարևորում է և աջակցում է։ Շնորհակալություն։